Սիրելի հեռուստադիտողներ, առողջ բանաձև հատվածն է մեր եթերում։ Այսօր զրուցելու ենք հետաքրքիր ֆորմատով իմ գործընկեր պլաստիկ վիրաբույժ Վարդան Շահինյանի հետ կքննարկենք մի շարք տարածված թրենդային հարցեր, միֆեր, կպարզենք որն է միֆ, որը իրականություն, եւ ով ավելի լավ, քան իմ գործընկեր Վարդանը կարող է պատասխանել պլաստիկ վիրահատություններին եւ առհասարակ այս վիրաբուժությանը շուրջ ծավալվող հարցերին ավելի ճիշտ, տեղին ու գրագետ, քան նա։ Ողջույն Ռուսիմե, անչափ շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալություն եւ այս գեղեցիկ բացման համար։ Բույժ Շահինյան, մենք էլ ենք շատ շնորհակալ, որ ժամանակ եք գտել այսօր գտնվել մեր տաղավարում։ Շնորհակալ։ Եվ մենք պահը բաց չթողեցինք, պատրաստեցինք մի շարք հարցեր։ Առաջին հարցը այսպեսին է. պլաստիկ վիրաբուժությունը շատ հաճախ փոխում է արտաքինը։ Եվ մարդ իրեն նայելիս տեսնում է մի շարք երբեմն նաև ռադիկալ լուրջ փոփոխություններ։ Հետաքրքիր է արդյոք ինչ ես նկատել, արդյոք փոխվում է մարդու հոգեվիճակը, իր սպասելիքները կյանքից, որոշումներ կայացնել ունակությունը ու իհարկե ինքնավստահությունը, թե միշտ չէ որ դրանք զուգահեռ առաջ են ընթանում։ Իրականում շատ բազմաշերտ հարց է, քանի որ այսպես սկսեմ, ճիշտ ցուցումների պարագայում կատարված վիրահատությունը կարծում եմ այո կարող է օգնել, որպեսզի բուժարուն ինչ որ կերպ վերականգնի կամ ավելացնի այն ինքնավստահությունը, որի պակասը ուներ կամ չուներ։ Այսինքն, եթե կատարվել է ճիշտ միջամտություն, ճիշտ ցուցումների պարագայում, ապա արտաքինը կարող է օգնել նաև ներքինի բացը լրացնելու համար։ Համաձայն եմ, լիովին համաձայն եմ դրա հետ եւ երևի թե շատ կարեւոր է միասին զրույցը, որպեսզի դուք էլ հասկանաք, թե ինչ է ցանկանում բուժարունը, ինչի համար է ուզում այդ փոփոխությունը եւ արդյոք հիմնավոր է իր կայացրած որոշումը թե ոչ։ Իրականում շատ ժամանակ փաստեն այս ամենի մասին նաեւ իմ գոլեգաները, այլ պլաստիկ վիրաբույժներ շատ ժամանակ մենք բուժարուններին մերժում ենք։ Եվ սա ոչ միայն ցանկության հարց է, այլ սա պետք է հասկանանք, որ պլաստիկ վիրաբուժությունը նույնպես վիրաբուժություն է, որտեղ կան ցուցումներ եւ հակացուցումներ։ Եվ կան իրավիճակներ, երբ ուղղակի պլաստիկ վիրաբուժությունը գրեթե չկան, հա, այն գործիքակազմը չունենք, որովհետեւ կարողանանք օգնել եւ կարող ենք ուղղակի վատացնել։ Այո, ճիշտ է։ Այս ճանապարհը ընտրելով նույնպես բուժարու հետ քննարկելով, խոսելով կարող ենք հասնել այն եզրահանգման, այն կետին, որ բուժարուն հասկանա, որ իր հետ ամեն ինչ նորմալ է, չունի ինքային խնդիրը, որը որ իրեն թվում է, որ ունի, եւ սրանով նույնպես փորձենք բացահայտել այն ինքնագնահատականը, որի պակասը կարծես թե նա ունի։ Այսինքն ճիշտ խորհրդատվությունը նույնպես կարող է լինել, այսպես ասեմ, այս ամենի սկիզբը, ոչ միայն վիրահատությունը, չվիրահատվելը նույնպես շատ ժամանակ շատ լավ որոշում է, շատ ճիշտ որոշում է։ Եվ հաջորդ հարցը, Վարդան, որ շատերին կհուզի, հատկապես կանանց իգական սեռին, որովհետև շատերը մտավախություն ունեն, որ վիրահատությունից հետո կարող են կորցնել իրենց անհատականությունը, այն գեղեցկությունը, որը միգուցե այդքան էլ չէին գնահատում, որ իրենց դեմքին էր հենց ազում եւ բնատուր իրենց տրված էր։ Շատերը կարծում են, որ օրինակ նախկինում ավելի գեղեցիկ էին, խարիզմատիկ էին, հա, հետաքրքիր է քո կարծիքը, օրինակ, այս նկարի օրինակով։ Միգուցե թե թվա շատ ավելի համաչափ եւ գեղեցիկ քիթ է ստացվել, բայց մենք շատ հաճախ տեսնում ենք, որ այդ փոքրիկ դեֆորմացիան քթի նախկինում ավելի գեղեցիկ է եղել։ Ինչ կասես այդ մասին։ Իրականում նույնպես շատ նուրբ եւ բազմանկյուն հարց է այդ սահմանը հասկանալ, որովհետեւ կարծում եմ գեղեցկությունն ինքն իրենով սուբյեկտիվ է, սուբյեկտիվ հասկացողություն է, ինքն իրենով սուբյեկտիվ է, բայց միաժամանակ պետք է նշեմ, որ կան բնականաբար օբյեկտիվ որոշակի սահմաններ, եւ իմ կարծիքով գեղեցկությունը սկսվում եւ ավարտվում է բնականի սահմաններում։ Երբ որ մենք դուրս ենք գալիս այդ բնականի սահմաններից, կարծում եմ արդեն իսկ կարող ենք հանդիպում ենք այն դժվարություններին, հարցերին, որոնց պատասխանելը մի փոքր դժվարանում է, բայց միևնույն ժամանակ բոլոր ժամանակներում գեղեցիկը բնականի սահմաններում եղել է միշտ հասկանալի եւ ըմբռնելի։ Ինչ վերաբերվում է թրենդերին, թրենդերը են գալիս եւ գնում են։ Կան թրենդեր, որոնք որ գիտեք նույնպես գեղեցիկ են եւ այդ բնականի սահմաններում են եւ ընկալվում են եւ կարելի ասել, որ ինչ որ իրենց դիրքն են ունենում որոշակի առումներով։ Բայց ոչ միշտ է
այս տրենդերը ակտուալ եւ այդ տրենդերից շատերի պատճառով շատ ժամանակ օրինակ շատ պլաստիկ վիրաբույժներ սկսում են ճիշտ չհասկանալ։ Սա մի փոքր նաեւ կատակ էր, բայց այս ամենի մեջ կար նաեւ որոշակի ճշմարտություն։ Այդ իսկ պատճառով կարծում եմ պետք է այդ ողջամտությունը պահել եւ հասկանալ, ինչպես նաեւ մշտապես խոսել բուժարուի հետ, բացատրել, որպեսզի գան այն եզրահանգմանը, որ գոյություն ունի որոշակի սահմաններ եւ իհարկե հնարավորություններ այդ պլաստիկ վիրաբուժությունում, որոնց համատեղման արդյունքում պետք է փորձել ստանալ ցանկացած անհատի համար այն մաքսիմումը, որը որ թույլատրելի է, որտեղ ցանկացածի համար այդ սահմանները կարող են լինել տարբեր։ Վարդան, հաջորդ հարցը տրամաբանորեն, այնպես այս նկարում է պատկերված, մենք տեսնում ենք անբնական մի քիչ չափազանցված դիմագծեր, շատ լայն շուրթեր, շատ զգուշով են փորձում վերցնել այս։ Այո, որովհետև տեղաշարժվում են դիմագծերը, արդյոք կա այդպիսի կարծիք, հետաքրքիր է, որ մարդ կարող է ունենալ հոգեբանական կախվածություն։ Ինչպես տեսնում ենք, հատկապես հայ ազգաբնակչության շրջանակներում սկսում են քթից դա պարտադիր է դարձել, հա, կլասիկա է, հետո անցնում են կրծքերին, հետո մարմնի տարբեր հատվածներն ու շատ հաճախ այդ ցիկլը կրկնվում է նույնիսկ կրկնակի վիրահատություններով։ Ինչ կասես այդ մասին, ինչ ինդիկատոր դու ունես, որ այ մարդ ունի արդեն հոգեբանական կախվածություն եւ ոչ թե ցուցում։ Միանշանակ այս ամենը նախքին իմ ասացի կարելի ասել շարունակությունն է եւ բարդությունն է, երբ որ այդ սահմաններից դուրս են գալիս, ապա հանդիպում ենք նման հոգեբանական ինչ-որ կախվածություն, որը որ տանում է անընդհատ կատարվող ինչ-որ միջամտություններ, կլինեն դրանք վիրահատական, ներարկումային, համենայն դեպս սա չի դադարում եւ բուժարուին թվում է թե էլ ավելի շատ, եւս մեկ անգամ եւ կլինի էլ ավելի իդեալական, բայց պետք է հասկանանք, որ կա սահման եւ այդ սահմանի վրա ուղղակի պետք է կանգ առնել։ Սա միայն Հայաստանում չէ, սա ամբողջ աշխարհում է։ Այդ իսկ պատճառով մոտեցումը պետք է ինքնին լինի գիտակցված, երբ որ այդ սահմաններից դուրս են գալիս, ապա արդեն սկսում ենք ինչ-որ քաոտիկ, գիտեք, որոշումներ կայացնել, անընդհատ որոշումներ, որոնք կարող են բերել շատ լուրջ բարդություններ։ Այդ իսկ պատճառով ցանկալի է խուսափել բարդություններից եւ միշտ մնալ հասկանալի եւ գեղեցիկի սահմաններ։ Այո։ Դրա համար սիրելի հերթադիտողներ խորհուրդ կտամ բոլորիս է վերաբերում շատ հաճախ նայել ներս, ոչ միայն հայելու մեջ ու նայել միայն գեղեցիկ դիմագծերին, այլ երբեմն նայել մեր ներքին աշխարհին, փորձել հարստացնել, հագեցնել ու զարգացնել ներքինը նաև։ Հաջորդ հարցը, որ շատ կանանց է հատկապես ուզում, թվում է թե շատ գեղեցիկ տես իմպլանտներով, չէ՞, կարծում եմ, կամ միգուցե բնատուր գեղեցիկ կրծքեր են, չենք իմանա, բայց հաճախ ունենում են կանայք խնդիր ողնաշարի հետ։ Միգուցե մեծ չափ ուզում են փոքրացնել արդեն իսկ եղած գանգատների պատճառով մեծ կրծքերի եւ շատերն էլ մտավախություն ունեն մեծ չափ են ուզում կրծքերի, բայց վախենում են, որ ողնաշարը եւ կեցվածքը կբողոքի, կցավի եւ կունենան խնդիրներ, ինչ կասես այդ մասին։ Ինչ որ չափ որոշիչներ կարեւոր են այստեղ կրծքի չափ ընտրելուց։ Միանշանակ։ Եթե խոսենք փոքրացման մասին, բնականաբար այստեղ կա ֆունկցիոնալություն եւ իրականում մեծ կրծքագեղձերով տառապող աղջիկները կանայք երբ որ մոտենում են, իրենք կանգատվում են հիմնական ողնաշարի շրջանում արկա ցավերից եւ սա նույնպես ցուցում է որոշակի վիրահատության համար։ Ինչ վերաբերում է մեծ իմպլանտները, սրանք մի փոքր հարաբերական հասկացողություն են, կան այո մեծ իմպլանտներ ասվածները որոշակի սահմանից հետո համարվում են մեծ, բայց պետք է սահմանը նաև դիտարկվի մարդու անատոմիական որոշակի պարամետրներից ելնելով։ Այո։ Այս ամենի վրա մենք կառուցում ենք այն ամբողջ պատկերը։ Բնականաբար կան դեպքեր, երբ որ բուժարուները չմտածելով հետագա բարդությունների մասին, անգամ երբ բժիշկը այդ ամենի մասին տեղեկացնում է, իրենք կատարում են եւ տեղադրում են մեծ իմպլանտներ, քանի որ իրենք ցանկանում են իրենց այդպես տեսնել։ Այստեղ նույնպես գիտեք մի փոքր դժվար է դատել, այո, բայց բնականաբար այստեղ մի շատ կարևոր ֆակտոր կա, բուժարուն պետք է մաքսիմալ տեղեկացված լինի այն հնարավոր բարդությունների մասին, որոնք որ կարող են լինել։ Դա էլ արդեն թողնենք վիրաբույժների բարեխղճության վրա, խոսենք լիպոսակցիայից, տես քեզ մոտ տեղադրված է մի նկար, շատ գերկին է, որից հետո մենք կողքից տեսնում ենք, հա, սա դո իպոսլի այսպես կոչված, շատ նիհար եւ սլացի կազմված եւ շատ գերկին, շատերը կարծում են, որ հենց միայն լիպոսակցիան այդ ճարպի հեռացումը իրենց գեղեցիկ արտաքինի գրավականն է, այնինչ շատ հաճախ տեսնում ենք, որ եթե մենք մեր սովորույթները եւ ապրելակերպը չփոխենք, դժվար թե պահպանենք վիրաբուժությունից հետո ունեցած արդյունքը։ Ինչ կասեք այդ մասին։ Պլաստիկ վիրաբուժությունը հնարավորություն է տալիս ոչ թե նիհարելու, այլ շատ ժամանակ նիհարելուց հետո
արկա էսթետիկ խնդիրներից ազատվելու համար, ինչ վերաբերում է լիպոսակցիան հնարավորություն է տալիս ինչ որ կոնտուրների շտկման, ինչ որ հատվածների փոսությունների լրացման, սրա միջոցով ինչ որ գեղեցիկ կոնտուրներ ստանալու համար, այո, նիհարել պլաստիկ վիրաբուժության միջոցով բացառված նիհարում են կամ առողջ ապրելակերպի սպորտի միջոցով կամ այժմ այդ մեծ տարածում գտած բարիատրիկ վիրահատությունների կամ այլ վիրահատությունների միջոցով, որոնք հնարավորություն են տալիս մարդուն քաշի կորուստ ապահովել որոշակի ժամանակահատվածի ընթացքում եւ որից հետո արդեն գալիս է արդեն պլաստիկ վիրաբուժությունը։ Պլաստիկ վիրաբուժությունը նիհարելու համար չէ, այն շտկելու միջոց է, այն շտկելու համար է։ Այո, որպեսզի քաղենք հաղորդագրությունը, սիրելի հեռուստադիտողներ, պարզ է դառնում Բժիշկ Շահինյանի խոսքերից, որ կարևոր է ապրելակերպը, գիտակցված մոտեցումը եւ իհարկե երկարատև աշխատանքը, ոչ թե այո, ոչ թե միայն հույսը դնել վիրահատության վրա։ Շնորհակալ եմ շատ։ Իհարկե չխոսեցինք ինչպես է վիրահատությունները ազդում ուղեղի վրա, սուրճի ազդեցության մասին չխոսեցինք, բայց հուսամ հաջորդիվ կանդրադառնանք այս հարցերին։ Ես սիրով կսպասեմ ձեր հրավերին, որպեսզի մյուս անգամ նույնպես քննարկենք նմանատիպ կարևոր հարցեր։ Շնորհակալություն։ Առողջության բանաձև հատվածներ այս պահին գնացինք առաջ։